ԱՄՆ Իրան առճակատումը կրկին մտել է սրման փուլ։ Իրանը սկսել է ռազմական տեխնիկայի տեղափոխումը Քուվեյթի հետ սահմանին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները եւ զգուշացրել, եթե Իրանի գործողությունների հետևանքով ամերիկացի զինծառայողներ զոհվեն, Վաշինգտոնը կպատասխանի հզոր հարվածներով։ Այս ֆոնին Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել, մեղադրելով Վաշինգտոնին պատերազմը խորացնելու համար։ اونها بودند Ամերիկացիներն անընդհատ նոր ռազմական տեխնիկա են բերում տարածաշրջան եւ միաժամանակ հայտարարում, թե ձգտում են դադարեցնել պատերազմը։ Նրանք կարծում են, թե մեր խելքը կարելի է չափել իրենց սահմանափակ IQ-ով։ Մենք վաղուց ենք հասկացել ամերիկյան այս խաղերը եւ պատրաստվել ենք դրանց։ Գործողությունները պետք է հաստատեն հայտարարությունները, ոչ թե հակասեն դրանց։ Դրան հաջորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի իրականացրած Նասր 2 գործողության 23-րդ փուլը, որի ընթացքում իրանական կողմի պնդմամբ 3 ուղղություններով միաժամանակյա հարվածներ են հասցվել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերին։ Մինչ ռազմական լարվածությունն աճում է, արևմտյան մամուլում նույնպես կոշտ գնահատականներ են հնչում։ Գարդիանը գրում է, որ Թրամփի քաղաքականությունը ոչ միայն փակուղու մեջ է տարել Միացյալ Նահանգներին, այլև վտանգավոր հետևանքներ է ստեղծում ամբողջ աշխարհի համար։ Պարբերականի գնահատմամբ Սպիտակ տունը ակնկալում էր Իրանի արագ կապիտուլյացիան, սակայն բախվեց հակառակ արդյունքին։ Դոնալդ Թրամփը խրվել է Իրանում։ Նրա սանձազերծած պատերազմից ելք չի երևում։ Ռազմական գործողությունները չեն թուլացնում Թեհրանին, այլ միայն խորացնում են հակամարտությունը։ Նախագահի հայտարարած հաղթանակներին այսօր գրեթե ոչ ոք չի հավատում, իսկ աշխարհը շարունակում է կրել այս պատերազմի մարդկային եւ տնտեսական հետևանքները։ Պարբերականի գնահատմամբ Թրամփի ռազմատենչ քաղաքականության հետևանքով Հորմուզի նեղուցի վերահսկողությունը դարձել է գրեթե անհասանելի նպատակ։ Միաժամանակ ավելի հեռու են թվում նաև Վաշինգտոնի գլխավոր ռազմավարական նպատակները՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումը, տարածաշրջանային ազդեցության թուլացումը եւ Թեհրանում իշխանափոխությունը։ Գարդիանը նաև նշում է, որ եթե Միացյալ Նահանգները Իրանը համարում է գոյաբանական սպառնալիք, ապա տրամաբանական կլիներ լայնածավալ ցամաքային ներխուժումը, սակայն ըստ պարբերականի Թրամփը նման որոշման չի գա, բայց նաև չի ընդունի, որ պատերազմը փակուղի է մտել։ Արդյունքում գրում է թերթը, երկարատև հակամարտությունը շարունակում է վտանգել քաղաքացիական բնակչությանը, հարվածել համաշխարհային տնտեսությանը եւ խորացնել միջազգային անկայունությունը։ Թրամփը չի համարձակվի լայնածավալ ներխուժման եւ դրա համար աշխարհը հավանաբար պետք է շնորհակալ լինի, սակայն նա նաեւ չի ընդունում իր սխալը եւ չի փորձում դիվանագիտական ելք գտնել։ Փոխարենը աշխարհը շարունակում է վճարել անվերջ պատերազմի գինը։ Ներկայիս ճգնաժամի գլխավոր խնդիրը ոչ միայն Իրանի գործողություններն են, այլև Դոնալդ Թրամփի քաղաքական որոշումները, որոնք հակամարտությունը դուրս են բերում վերահսկողությունից։ Սակայն Վաշինգտոնում մտահոգված են նաև երկարաժամկետ սպառնալիքներով։ Ամերիկացի ռազմավարների գնահատմամբ Իրանի հրթիռային եւ անօդաչու համակարգերը առաջիկա տարիներին կարող են զգալիորեն կատարելագործվել, հատկապես Ռուսաստանի եւ Չինաստանի տեխնոլոգիական աջակցության պայմաններում։ Այդ պատճառով Միացյալ Նահանգներում կրկին ակտիվ քննարկվում է Թեհրանի նկատմամբ առավել կոշտ քաղաքականության, այդ թվում իշխանափոխության սցենարը։ Ինչպես կարող է Միացյալ Նահանգները պատասխանել այս մռայլ հեռանկարին։ Վաշինգտոնում գնալով ավելի հաճախ են ընդունում, որ Թեհրանին միայն բանակցություններով զսպելը ամենայն հավանականությամբ այլևս հնարավոր չէ։ Այդ գիտակցման ֆոնին Իրանում իշխանափոխության գաղափարը կրկին վերադառնում է ամերիկյան քաղաքական օրակարգ։ Հենց այդ նպատակն էր ըստ արևմտյան մի շարք վերլուծաբանների ի սկզբանե դրված Վաշինգտոնի եւ Թել Ավիվի ռազմական արշավի հիմքում։ Սակայն այն հաշվարկը, թե ռազմական ճնշումը կբերի Իրանում ներքին ապստամբության եւ իշխանափոխության տապալման առայժմ չի արդարացել։ Ֆրիդա Ղազարյան, Վահագ Մխիթարյան, TV News։